Այն ինչով դուք շատ պոպուլյար դարձաք, բացի Փաշինյանի սանիկը լինելուց, նաև կոկորդիլոսաբուծարանի թեման էր։ Ի վերջո ինչ եղավ այդ կոկորդիլոսաբուծարանի ճակատագիրը, որի համար կարծեմ ձվեր էիք ներկրում, որի համար Անանյանը ելույթ ունեցավ կառավարության նիստին եւ հետո հարցազրույցներում, ինչ եղավ այդ կոկորդիլոսաբուծարանի ճակատագիրը, մանավանդ որ հիմա համայնքապետ եք եւ այդ պոտենցիալ հնարավորությունները ունեք։ Իսկ դուք որպես վեդի համայնքի բնակիչ, ինչքանով տեղյակ եմ, Գոռավանից եք, չէ՞։ Մի հատ գոնե վեդիից հարց տվեք, կամ շնորհակալություն հայտնեք որպես վեդի համայնքի բնակիչ վերջին 3 տարիների մեր կատարած աշխատանքի համար։ Շնորհակալություն չեմ հայտնի, որովհետև դա ձեր աշխատանքն է, կներեք, ես մաքսիմում կարող եմ ասել, որպես ընդդիմադիր լրատվական, դա ձեր ես ասել եմ, ձեզ ձեր չի տալի ուղղակի այս պահին։ Շնորհակալություն եք հայտնելու, որ ես աշխատում եմ։ Այսինքն։ Ես իմ գործն եմ անում, առավել եւս Չէ, ասում եմ դուք որպես բնակիչ, ես եմ հարց տալիս ձեզ։ Դուք գոհ եք վեդի համայնքում վերջին 3 տարիների Ես փոփոխություններ տեսել եմ եւ դա ընդունում։ Մի անգամ որպես համայնքի բնակիչ լրագրող, եկեք լուսաբանեք մեր համայնքում ինչքան լավ աշխատանքներ են կատարվել ուղիղ 3 տարի առաջ մեր հաղթանակից հետո։ Ճիշտ ասած ես այգիներից բացի եւ եթե մոռացել եք հիշեցնեմ, ուղիղ 3 տարի առաջ այսօրը մարտի 28-ին արդեն մենք նշեցինք մեր հաղթանակը։ Դուք այս պաշտոնավարման 3-րդ տարին եք նշել։ Այո։ Լավ, ամեն դեպքում շեղեցիք թեման։ Այո, ես ընդունում եմ, որ դուք այգիներ եք նորոգել եւ գործկոմի շենքի դիմաց ինչ որ աշխատանքներ եք կատարել։ Ոչ միայն դա։ Ես դա եմ ֆիքսել, չեմ տեսել ավելին, որտեղ 6 միլիարդ դրամից ավել մենք շինարարական աշխատանքներ ենք իրականացրել ամբողջ վեդի համայնքի տարածքում իր բնակավայրերով։ Շատ ուրախ եմ վեդեցիների համար։ Իսկ ասեք, խնդրում եմ, դուք այդ բուծարանը ի վերջո ունենալու եք, չեք ունենալու եւ ուրիշ ինչ բուծարան եք ունենալու, այսինքն ինչ եք դուք այն ժամանակ պլանավորում, որը չստացվեց կամ ստացվեց, թերի ստացվեց, ինչ եղավ։ Ուրիշ ինչ բուծարան եք ուզում։ Դուք ասեք ձեր սրտից։ Դա ձեր ինչ ասեմ, էքստրավագանտ բնակիչ ձեր առաջարկը գրեք։ Մենք պարզապես գործարաններ ունենալ եւ աշխատատեղեր։ Բուծարան ձեր սրտով։ Մենք կքննարկենք նպատակարարության դեպքում։ Որտեղ գիտեմ որ դու գումար եք նաև փոխանցել դրա համար։ Ոչ մի գումար չի փոխանցվել։ 0 դրամ։ Ում հաշվին էին բերվում։ Այդ կոկորդիլոսների ձվերի։ Ուրեմն լսեք։ Դուք լավ ուսումնասիրում եք, դաժե հիշում եմ հումոր եք անում թե Խարաճիկի նույնիսկ։ Դուք Խարաճիկի մասին էիք նույնիսկ հումորներ անում։ Ի վերջո տպավորությունա որ դուք շատ լավ ոգևորվել եք այդ ծրագրից։ Այդ ծրագիրը ցավոք եք տափաստանային գոտում ենք։ Դուք փորձեք ձեր ունեցած հնարավորություններով, ձեր կապերով ամեն ինչ անել, որպեսզի ձեր սրտի բուծարանը կառուցվի վերջապես։